Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Մանավազյան։ Տիկին Մանավազյան, երեկվանից տեսնում ենք, որ կարծես թե ՕԱԿ-ը կաթողիկոսի շուրջ սեղմվում է, ամենժամյա մակարդակում նոր ինֆորմացիա է հայտնվում, նախ եպիսկոպոսների հայտնի այդ նամակը, դիմումը կաթողիկոսին, որ պետք է Արշակ Սրբազանին կամ սրբապիղծներին հեռացնել եկեղեցուց, ապա եպիսկոպոսների հանդիպումը վարչապետի հետ, ըստ էության ինչ է տեղի ունենում։ Եպիսկոպոսների հայտարարությունը իհարկե ողջունելի է եւ շատ կարեւոր եմ համարում այս ամբողջ գործընթացի համատեքստում։ Նախ եւ առաջ մենք բոլորս ականատես ենք եղել ինչ խմորումներ եւ ինչ է տեղի ունենում եկեղեցում։ Մեզ միշտ մեղադրում են որոշ ընդդիմությունը մասնավորապես, որ մենք եկեղեցու դեմ ենք։ Մենք եկեղեցու դեմ որևէ բան մենք ինչ մինչ այս պահը ինչ գործընթացներում մասնակցություն ունեցել ենք, դա եղել է ներկայանալ, գնալ պատարակների, նաև ներկայացնել այդ մարդկանց վարքը, իրենց հարաբերությունները, այսինքն ունենալ ինֆորմացիա, որը բարձրաձայնել, եւ սա եղել է հանուն եկեղեցու, եւ մենք ամեն հնարավոր գործընթացում մեր մասնակցությունը եղել է եկեղեցին մաքրել կեղծ հոգևորականներից, այն հոգևորականներից, ովքեր իրենց ներքին կանոնակարգը եւ իրենց հոգևորական աշխարհից կտրված են եղել եւ այնտեղ այդ հագուստով փորձել են այլ գործունեություն ծավալել։ Հիմա այն ինչ տեղի ունեցավ այս հայտարարության համատեքստում շատ կարեւոր եմ համարում եւ իսկապես նաեւ այդ համախմբումը ինքը շատ կարևոր է եւ սա կարևոր մեսիջ էր նաեւ հանրությանը, որ իսկապես ներսում անառողջ մթնոլորտ է եւ այն խնդիրները, որ մենք բարձրաձայնել ենք եւ նկատել ենք եւ լսել ենք նույնիսկ շատ տարիներ առաջ, դեռ այդ խնդիրը կա եւ այնքան է հասունացել, ուղղակի այնտեղ նստած վեհարանում Կտրիշ Ներսիսյանը չի ցանկանում առերեսվել այս խնդրի հետ, չի ցանկանում ոչ միայն առերեսվել, այլ ուղղակի գիտակցաբար չի ցանկանում լքել վեհարանը։ Եվ բնականաբար մենք արտաքին որևէ ազդեցություն չենք կարող ունենալ եւ հոգեվորականները ներսից, նաեւ եպիսկոպոսները կգան եւ վստահ եմ ավելի քան կմաքրեն եկեղեցին եւ կտիրի ավելի առողջ եւ լավ մթնոլորտ։ Տիկին Մանավազյան, ես ճիշտ հասկացա ձեր խոսքից, որ դուք ներգործություն այդ իմաստով չեք ուզում ունենալ, որովհետեւ շատ հաճախ խոսվում է, որ թողեք ներսում իրենք կհասկանան, իրենք ներսից կմաքրեն կամ չեն մաքրի։ Հիմա դուք պատրաստվում եք միջամտել որևէ կերպ։ Միջամտություն մենք որպես այդպեսին եթե չենք արել եւ չենք անում։ Մենք ընդհանրապես բարձրաձայնում ենք խնդիրը։ Բոլորս իդեպ սա նաեւ հանրության բարձրաձայնումն է։ Ի նկատի ունեմ որպես այդպեսին միջամտությունը ո՞րն է լինելու մեր կողմից, չէ՞։ Եկեղեցականները իրենք պետք է համախմբվեն եւ ես նկատում եմ, տեսել եմ բոլոր եկեղեցական հոգեվորական չկա, որ այս խնդրի մասին իսկապես չգիտի կամ գիտեք ինչ տպավորություն եմ ստանում, որ բոլորս այդ մասին խոսել ենք, տեղյակ ենք, գիտենք, որ օրինակ հոգևորականները կարող են անպարկեշտ պահել իրենց հոգևորականը չէ, որոշ նեղ շրջանակի մասին է խոսքս, մասնավորապես Կտրիշ Ներսիսյանը եւ իր շուրջ հավաքված նեղ շրջանակը։ Իրենք կարող են իրենց անպարկեշտ պահել, իրենց կարող են թույլ տալ այնպիսի գործողություններ, որը մեր հանրությունը որակում է որպես սրբապղծություն, իհարկե դա ակնհայտ է, նաեւ երևում է որոշ բացահայտումներ կան, անգամ տեսել եք հայտարարության տեքստում, որ քննչական կոմիտեն տվել է եզրակացություն եւ Կտրիշ Ներսիսյանի կողմից արդեն հանձնախումբը, ստեղծված հանձնախումբը ինքը համարել է առ ոչինչ եւ այդ փաստերին առերեսվել եւ չնկատելու տալ, ուրեմն կա հիմնավոր իրենց համար կարեւոր այլ բաներ, որի շուրջ իրենք չեն կարողանում որոշում կայացնել։ Ինքը պետք է այսօր եւ այդ ազատի վեհարանը Կտրիշ Ներսիսյանը պետք է գնա եկեղեցուց դուրս եւ խոստովանի, որ ինքը ընդդիմադիր հայացքներով եւ գործունեություն է ծավալում, ֆինանսավորվում է որոշ ուժերի կողմից եւ մինչ այս իր հնչեցրած քաղաքական տեքստերը նույնիսկ, որը եկեղեցու կանոնագրքով արգելվում է այդ եկեղեցական հոգևոր քահանան, հոգևորականը քաղաքական հայացքներով եւ ընդհանրապես ցանկացած հայտարարություններով քաղաքական չպետք է իր խոսքը լինի եւ դա հակասում է եկեղեցական կանոնագրքին։ Նա
մինչ այս պահը ունեցել է նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ, որը նաև արգելում է կանոնակարգը, ուստի ինքը պետք է շատ վաղուց կարգալույծ եղած լիներ։ Եկեք ավելի հետ գնանք, մինչև պատերազմ, դրանից առաջ ինչը մարտի 1 ենք ունեցել 2008 թվականին։ Երբևէ տեսել եք նա որևէ կոչով կամ հայտարարությունով համախմբել ժողովրդին, իր շուրջը հավաքել, փորձեր խաղաղեցնել ինչ-որ բան կամ եւ այլն, որևէ հայտարարություն, որպես այդպեսին, անգամ պատերազմի ժամանակ եւ օրերին իր կոչը եղել է քաղաքական եւ ընդդիմադիր հայացքներով։ Ձեր ասացի համատեքստում տեսեք, արդեն քանի օր է այս խմորումները կան, բայց մայր աթոռից որևէ մեկը չի կարողանում մեկնաբանել, պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում։ Եպիսկոպոսները մեկ հայտարարություն են անում, մայր աթոռի էջում լրիվ այլ համատեքստով հայտարարություններ են տարածվում, կաթողիկոսը ընդունում է ամենատարբեր պատվիրակների եւ այսպես շարունակ։ Կտրվածությունը որտեղ է Գարեգին բան է կտրվել իրականությունից, եպիսկոպոսները թե ընդհանուր առմամբ ինչ է կատարվում։ Եվ նաև այդ իմաստով տեսեք 3 օրը չեն կարողանում պարզաբանել եպիսկոպոսների այդ նամակը տեղ հասել է թե չէ, որևէ պարզաբանում մայրաթոռի էջում չի եղել, բայց դեպքեր կան, որ շատ արագ արձագանքում են, օրինակ նույն Սամվել Կարապետյանի կալանավորման լուրը, եթե չեմ սխալվում, կեսգիշերին հայտնվեց մայրաթոռի էջում։ Հիմա ո՞րն է խնդիրը, կտրվածություն կա իրականությունից։ Սամվել Կարապետյանի կալանավորման լուրը ոչ միայն հայտնվեց մայրաթոռի էջում, այլ նաև պատկերը որպես սրբապատկեր հայտնվեց իր սենյակում եւ ինքը այդ պատկերը պետք է իր համար սրբապատկերը կամ այդ նկարը պետք է վերցնի եւ հեռանա եկեղեցուց։ Դա իր անձնական էջն է, ոչ թե մայրաթոռի էջը։ Իր անձնական էջն է համարում մայրաթոռի պաշտոնական էջը եւ հրապարակում է հայտարարում է այն ինչ ինքը ցանկանում է։ Հիմա ամբողջ հանրապետությունում երեք քննարկում են եպիսկոպոսների հայտարարությունը, որը իսկապես մեծ աղմուկ էր ստեղծել այն առումով, որ մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, որ համախմբվել են եւ իրոք դա այն արձագանքներ, որ ներսում կա խնդիր։ Հիմա ինքը դա ուզում է նկատել, թե չի ուզում նկատել, բայց ինքը մնացել է միայնակ եւ իր մի քանի խոնարհ ծառաների հետ փորձում է այդ ամեն ինչը, ոչ թե փորձում է կանխել, ինքը ուղղակի փորձում է ցույց տալ, որ շատ երևի իր համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել շարունակել իր գործը, բայց որ գործը, ընդդիմադիր գործունեությունը, ես կարծում եմ, որ պետք է խոստովանի ինքը, որ քաղաքական գործունեությունը զբաղվում են եկեղեցուց դուրս եւ դուրս գա եւ միանա իր թիմակիցներին։ Տիկին Մանավազյան, եկեք ձեզ հետ չհամաձայնվեմ, որ ինքը միայնակ է մնացել։ Երեկվանից ընդդիմադիր որոշ շրջանակներ լծվել են կաթողիկոսի պաշտպանությանը, մայրաթոռի փրկությանը, հիմա այս process-ները, որ ինչու եք մարդկանց սրբությունները թիրախավորում, այսպես ասեմ, հատկապես ընդդիմադիր որոշակի շրջանակների։ Ես կարծում եմ այդ խումբը հենց ընդդիմության կողմից ստեղծված խումբն է, իր լրատվամիջոցներով նաև, որովհետև տեսեք, մի հատ այսպեսի իրավիճակ ունենք, երբ մենք մի փոքր հեռանամ թեմայից, հետևյալն է, երբ մենք ամեն օր զգում ենք խաղաղության շունչը եւ մտել ենք խաղաղության մեջ, ընդդիմությունը իր այդ նույն քարոզչա մեքենայով փորձում է հնարավոր ապատեղեկատվությունները, հարձակումները, ագրեսիվ վերաբերմունք եւ պահվածք դրսեւորել, որ հանրության մոտ տպավորություն ստեղծի, որ ոչ, դեռ խաղաղություն, իրենք պատերազմը կոչ անող եւ պատերազմը ջատագովող խումբ են, ովքեր ամեն հնարավոր ձևով ուզում են այդ լուրը բերեն, որ շուտով պատերազմ է լինել, շուտով պատերազմ, դա իրանց լավագույն ձեռագիրն է։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու հետ կապված, ես ուզում եմ հասկանալ, իրականում սկզբից չեմ կարողացել մտածել, որ այն սրբապիղծ քայլերը, որ արվել է հենց եկեղեցական եւ հոգեվորականի կողմից, ինչպես է իրենց երախտագիտությունը, աջակցությունը, ինչպես են կատարում հենց այդ նույն մարդիկ եւ փորձում են իրենց օգնության հասնել։ Պարզ պատճառով, որովհետեւ տվյալ անձը կամ անձինք, ովքեր այնտեղ գտնվում են, իրենց թիմակիցն է, ընդհանրապես իրենց թիմակիցն է, ժողովրդի հետ կապը կտրած եւ ժողովրդից ընդհանրապես հեռացած իրեն կաթողիկոս հռչակած անձնավորությունը
աշխատում է եւ արարում է այնտեղ հնարավոր բոլոր քարոզչական մեքենաները ընդհանուր միջև իր էջը պաշտոնական էջմիածնի ինքը օգտագործում է ի օգուտ ընդդիմության։ Տիկին Մանավազյան, այս տաղավարից շատ է նման տեսակետ հնչել, որ Գարեգին բան կարող է ուղիղ իր դեմքով ներգրավել քաղաքականություն, քանի որ վերջին շրջանում գիտեք նաև շատ է խոսվում եկեղեցու վարկանիշի մասին։ Հիմա չեք վախենում, որ եթե կաթողիկոսական լծակներից զրկվի կամ զրկեք, չգիտեմ որ տարբերակն է ավելի ճիշտ, կարող է իսկապես ուղիղ քաղաքականություն մտնել եւ ինչու՞ չէ նաև հաղթել։ Թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնվել, ինքը արդեն քաղաքականություն մտած է եւ իր քաղաքական հայացքները ընդհանուր ամիսներ առաջ արտահայտել է եւ աջակցություն որոշ քաղաքական գործիչների կամ քաղաքական հենց կոնկրետ գործչի իր աջակցությունը հայտնել է։ Այլ հարց է, երբ այնտեղից դուրս գա եւ միանա այդ քաղաքական գործչին, ինչպիսի խանդով կվերաբերվեն մյուս ընդդիմադիր գործիչները քաղաքական, դա արդեն հետոնկեր է, բայց տվյալ անձնավորությունը, հենց Կտրիշ Ներսիսյանը զբաղվում է քաղաքական գործունեությամբ ուղղակի եկեղեցուց եւ իր հագուստի տակ։ Եվ ամենակարևոր հարցերից մեկը, գիտեք, այս ամբողջ աղմուկը ստեղծվեց հենց Արշակ Խաչատրյանի շուրջ եւ այդ տեսանյութերից հետո տեսանյութերի իսկությունը պարզվում է արդեն փորձաքննությունը հաստատել է եւ այսպես շարունակ։ Որն է պատճառը, որ ամեն դեպքում կաթողիկոսը այսպես համառորեն պահում է Արշակ Սրբազանին, չի ուզում նրանից հրաժարվել եւ մենք գիտենք, որ նաեւ եպիսկոպոսների մոտ էր այդ ընդվզումը հենց դրանից առաջացել, թե ինչու սրբապիղծները շարունակում են մնալ եկեղեցում։ Հիմա որն է այս կապը Արշակ Սրբազանի եւ Գարեգին Բ-ի այն դեպքում, երբ շատ է խոսվում նաեւ նրանց հակասությունների մասին։ Իրականում որևէ մեկս մենք լսել ենք շատ բաներ իրենց հակասությունների եւ առհասարակ հիմա չգիտեմ ինչ կապողողակ կա իրենց մեջ, որ իրենք իրար պահում են, բոլոր դեպքերում հավանաբար իրենց կողմնորոշվածությունն է եւ նույն սրբապղծության աստիճանն է, չեմ կարող ավելի հստակ ասել, բայց այն որ երեք նույնիսկ Արշակի փաստաբանը կարծես հայտարարություն տարածել, որ մենք դա կեղծ տեղեկատվություն է եւ չեն ընդունում այդ տեղեկատվությունը, ուզում եմ ասել այդքան արագ, երբ որ արձագանքում եք այդ հայտարարությանը, նույն արագությամբ կարող եք հերքել նաեւ այն տեղեկատվությունը, որ շրջանառվում էր կամ այն վիդեոները, այն առհասարակ, որը իրականում գիտեք, ես անձնական որևէ հարցում շատ վերապահումներ ունեմ հրապարակային լինելու, բայց այս այն դեպքն է, որ եկեղեցականը դա հոգևոր կյանքին է վերաբերում եւ նման սրբապիղծ հայտարարություններ իսկապես եկեղեցու համբավի հետ ուղիղ կապ ունի եւ իր նույնիսկ տեքստում էին նշել իրենք, որ մեր հեղինակության, եկեղեցու հեղինակության հարցն է դրված այսօր օրակարգում։ Տիկին Մանավազյան, օրակարգերի մասով տեսեք շատ հաճախ նաև տեսակետ է հնչում, որ վերջին շրջանում ամենակարևոր օրակարգերը կարծես թե մղվել են հետին պլան եւ միակ խնդիրը, որ այս երկրում կա, դա կաթողիկոսի կուսակրոն լինել չլինելն է։ Իսկապես այդպես է, թե պարզապես այս պահին այս հարցը այնքան կարևոր է, որ մնացած օրակարգերի մասին չի խոսվում։ Որովհետև վերջին շրջանում գիտեք ամենաշատ քննարկվող, ամենաշատ շոշափվող թեման սա է կաթողիկոսի կուսակրոնության ուխտը խախտել, չխախտել լինելը։ Դե սա շատ կարևոր հարց է, որտեղ մենք այսօր եկեղեցին պետք է մաքրենք եւ ունենանք տեղ, որտեղ կարողանանք բոլորս ազնիվ գնալ եւ եկեղեցում մեր աղոթքը, մեր հավատամքը կատարել, հենց Կիրակի օրերի պատարակները նաեւ այդ մասին են։ Նաեւ կուսակրոնության ուխտը խախտելը իրենց կանոնակարգով է եւ եթե այդպիսի բան կա, թող հերքեն նույն արագությամբ ոնց մտնում են իրենց պաշտոնական էջում քաղաքական հայտարարություններ են կատարում, թող հերքի այդ, որ ինքը չի խախտել, որևէ արտահայտություն, որևէ հոդաբաշխ նախադասություն այդ մասով ես չեմ լսել, որ հնչել է եւ դե բնականաբար չի կարող երեխային իր զավակին ուրանալ, չի կարող դա անել անգամ եթե փորձի պահել այն ինչ ունի։ Հիմա մեր օրակարգում շատ հարցեր կան։ Եթե հետևում եք օրակարգում բավականին արտաքին քաղաքականության հետ կապված մեր ներքին տնտեսական բոլոր ոլորտներում ունենք հարցեր, կարևոր ռեֆորմների ճանապարհին ենք, նախընտրական շրջանում ենք, այսինքն
Սրանք հարցեր են, որոնք մեր ամենօրյա աշխատանքն են եւ մենք այդ աշխատանքը կատարում ենք, իսկ եկեղեցին կարծում եմ շատ կարեւոր օրակարգային հարց է, որը պետք է օր առաջ լուծվի եւ այնտեղ մթնոլորտը եւ մեր մյուս եղբայրների, հոգեվորականների հոգեվոր կյանքի համար շատ կարեւոր նշանակություն ունի։ Տիկին Մանավազյան, զարմանալիորեն քիչ են մարդիկ, որոնք ընդհանրապես օրեր առաջ պնդում էին, որ 1700-ամյա եկեղեցու դեմ մաղվող այս պատերազմում Փաշինյանը պարտվելու է, երեկվանից սկսել են ճանապարհային քարտեզներ առաջարկել, թե կաթողիկոսը այս իրավիճակից ինչ ելքեր ունի։ Մեկն ասում է, որ ժամերի հարց է, որ կհեռանա, մյուսն ասում է, որ դեռ տարբերակներ կա, ու այսպես շարունակ անգամ առաջարկներ կան, որ Աջապահյանին պիտի նշանակի կաթողիկոս նոր հեռանա, ու այսպես շարունակ։ Ինչ ճանապարհային քարտեզների մասին է խոսքը եւ ելքը դուք ինչպես եք պատկերացնում։ Նախ աթելտվեք ասեմ, որ ճանապարհային քարտեզը դա մենք չենք գծում, դա իրենք իրենց ներսում եւ այդ մթնոլորտը փորձեն կարգավորել, իրենք իրենցով ինչպես են համախմբվել եկել եւ հայտարարություն են անում, նույն համախմբվածությամբ իրենք իրենց մեջից կընտրեն կաթողիկոսին, ում տեսնում են իրենց եւ մեզ առաջնորդ։ Երկրորդը ես ձեր արտահայտության մեջ նորից պետք է հիշեցնեմ, որ այս պայքարը եկեղեցու դեմ չէ, այս պայքարը հանուն եկեղեցու է եւ եկեղեցին պետք է մաքրվի։ Եվ նաև օրեր առաջ լսումներ էին ազգային ժողովում, գիտեք, երկու ընդդիմադիր խմբակցություններն էին հրավիրել քաղբանտարկյալների թեմայով։ Նրանցից երկուսը ի դեպ էլի քաղաքականություն մտած հոգևորականներն էին, Գալստանյանը եւ Աջապահյանը, ու այսպես շարունակ։ Վերջին շրջանում ամենաշատը խոսվում է քաղբանտարկյալների մասին, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի անունն է շատ շոշափվում, Մայրաթոռում Կիրակնորի աղոթքներում միշտ հիշում են նրան, աղոթում են նրանց համար։ Տիկին Մանավազյան, որտեղ է խնդիրը, երբ մի կողմից մենք տեսնում ենք, որ միջազգային կառույցների կողմից կարծես թե որևէ արձագանք չկա, որևէ նման արձանագրում չկա, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իսկ ընդդիմության այսպես մեդիա փուչիկում կամ ընդդիմադիր գործիչների կարծիքով արդեն 5 տասնյակի հասնող քաղբանտարկյալ կա։ Ինչու եք այսքան ճնշում, ինչպես իրենք են ասում։ Իսկ երբևէ իրենք բացել են քաղբանտարկյալ տերմինի հասկացողությունը։ Որն է այդ հասկացությունը։ Քաղբանտարկյալը քաղաքական հայացքների համար բանտարկված անձնավորություն է։ Մենք Հայաստանի Հանրապետությունում չունենք քաղաքական հայացքների համար երբևէ բռնված անձ եւ սա խոսում է այն մասին, որ օրինակ կոռուպցիայի համար մեղադրվողը քաղբանտարկյալ է դարձել։ Օրինակ այլ հայհոյող եւ ատելության խոսքով, հայհոյախառ խոսքով սպառնացող անձնավորությունը դարձել է քաղբանտարկյալ եւ նման այլ պետությանը սպառնացող անձը դարձել է քաղբանտարկյալ։ Սրանք հարցեր են, որ պետք է հասկանանք իրենք քաղբանտարկյալ կատեգորիայի մեջ ինչու են իրենց տեղավորում։ Խոսքի ազատությունը դա ժողովրդավարության կարևոր մասն է եւ խոսքի ազատությունը դա հայհոյանքը չէ, դա ատելության խոսքը չէ, դա սպառնալիքը չէ։ Խոսքի ազատությունը քո քաղաքական հայացքների համար ազատ խոսելու հնարավորություն է, քո մտքերը ազատ արտահայտելու հնարավորություն է եւ դու չունես բռնության ենթարկվելու, ճնշվելու եւ հնարավոր բոլոր միջոցները ազատ ես դու դա արտահայտվելու։ Սա հրաշալի մի երևույթ է, որ վերջի տարիներին կա Հայաստանի Հանրապետությունում, բայց մարդիկ փորձում են այն տեղավորել իրենց ինչ ուզեն կասեն տրամաբանության մեջ, վիրավորանքից մինչև հայհոյանք։ Ինչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր եկել էին ազգային ժողով եւ իրենց համար հարթակ էր պետք, որպեսզի իրենց այդ նույն տրամաբանության մեջ խոսք ասեն եւ այդ հարթակը շատ ցանկալի եւ երազելի ազգային ժողովի ամբիոնն էր, բայց ես նկատեցի, որ այդ ամբիոնից հնչող խոսքերը բոցարձակ չէին տարբերվում իրենց էջերից հնչող, իրենք ուղղակի հարթակ էր պետք, այդ հարթակը օգտագործեցին։ Արդյունքում ինչ ունեն, որ իրենք ասացին, որ ունեն քաղբանտարկել, միջազգային կառույցները ինչի պիտի արձագանքեն, երբ որ մեր Հայաստանի Հանրապետությունում իրականում եւ չկա
քաղբանտարկել։ Ինչի մասին է խոսքը։ Ես ասում եմ, որ իրենք ուղղակի փորձում են ասելիքը այնքան է նեղացել եւ հնարավոր ընդդիմադիրների շրջանում չկա, նեղացել է, իրենց օրակարգը չկա, օրակարգ չունեն եւ իրենք հիմա փորձում են դա շրջանառել, փորձել հնարավորինս ընդլայնել եւ իրենց շուրջը ստեղծել աղմուկ։ Ասում եք ասելիքը նեղացել է, օրակարգ չունեն, օրինակ վաղաշաբաթի ընտրություններում ընդդիմադիր հիմնական թևը դիրքավորվել էր այնպես, որ իրենք գալու են պաշտպանեն եկեղեցին այս իշխանությունից ու այսպես շարունակ այս հարձակումներից։ Հիմա որ եկեղեցին էլ այս process-ները ըստ էության ավարտին հասցվեն, բա օրակարգը ո՞րն է լինելու 2026 թվականին։ Այսինքն ձեր ընդդիմադիրները այդքան սպառված են օրակարգի առումով։ Այո, այսօր իշխանությունն է օրակարգ թելադրում եւ ընդդիմությունը օրակարգ չունի։ Մենք ինչից խոսենք, իրենք փորձելու են դրա հակառակ աղմուկը ստեղծել ապա տեղեկատվություններով։ Իրանց միակ այսօրվա հնչեցվող մեզ հետ կապված օրակարգը դա մեզ շարունակել ասել թուրք եւ դավաճան։ Դրանից ավել խոսույթ այս պահին օրակարգ չեմ լսել եւ չունեն։ Ես ուրախ կլինեմ, որ այս ընդդիմությունը վերջը այս թե 26 թվականին ընտրված ընդդիմությունը իր համար ունենա աշխատանքային օրակարգ եւ գա այնպիսի բովանդակություն տա նաեւ ազգային ժողովում, որը կլինի նորմալ կհամարեմ, ես ինքս կհամարեմ նորմալ ընդդիմություն։ Իսկ այս ընդդիմությունը ջատագովն է պատերազմի եւ ամեն օր հնարավոր բոլոր ձևերով փորձում է պատերազմի բոթը բերելով հանրության շրջանում, որ իրենք խափում են, խաղաղություն չկա, բայց մենք խաղաղության պտուղն են արդեն տեսնում ենք եւ առաջիկայում դա իրականում ամենօրյա աշխատանք է եւ այդ աշխատանքի արդյունքները դեռ առաջիկայում ավելի արդյունավետ կտեսնենք։ Եվ Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարեց, որ ձևավորել են դիմադրության ճակատ, նույն նիստի ժամանակ այսպես ասած քաղբանտարկյալների նվիրված։ Տեսեք, 2021 թվականից ամենատարբեր շարժումներ ու ճակատներ են ձևավորել եւ տեսել ենք, որ դրանք ձախողել են հիմնականում։ Հիմա որտեղ է խնդիրը, ինչու դաշնակցությունը այսպես ասած դասեր չսովորած աշակերտի նման ամեն անգամ գնում է եւ նույն սխալն անում է եւ ամեն դեպքում որ խոսում են, որ սա ամենամեծ դիմադրությունն է լինելու, համախմբվելու ենք եւ այդ ճակատով հաղթելու ենք այս ուժին։ Այդ մտավախությունները չկան, որ եթե բոլորը համախմբվեն, այդ թվում նաեւ ինչպես դուք եք նշում կաթողիկոսը, կարող է ինչ-որ մի բան ստացվել։ Դե դաշնակցության համախմբումը արդեն 4-5 տարի է տեսնում ենք, լավագույն համախմբումը Բաղրամյան պողոտայում խորոված փարթիներն է եղել, ուրիշ համախմբումներ իրենց շուրջ չի եղել եւ արդյունքը տեսել ենք այսօր։ Ես չգիտեմ ինչ հայտարարություն, ինչ համախմբան, հիմա արդեն շարունակում են իրենց համար ստեղծել մի հատ փուչիկ միֆ, հենց նույն դաշնակցությունը եւ անունը դնել քաղբանտարկել եւ այդ բառի շրջանակում փորձել իրենց տեղավորել։ Եվ սա կարծում եմ այդ նույն փուչիկը առաջիկայում պայթելու է եւ բոլորս է տեսնելու ենք, որ իրենց իսկապես օրակարգը սպառել են։ Եվ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էր հայտարարել, որ պաշտոնաթող նախագահները, եթե ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը բարդվի, պիտի 2026 թվականին պարզապես չառաջադրվեն։ Ընդհանուր առմամբ նախ կիսում եք Թաթոյանի այս տեսակետը եւ նաեւ Թաթոյանի ու Սարգսյանի կապերի հարաբերությունների մասին բոլորին է հայտնի, ինչի մասին են նաեւ այս խոսակցությունները, այսինքն սա ինչ խաղեր են տալիս, այսպես ասեմ։ Թաթոյանը, եթե հիշում եք վերջի հայտարարությունում այնքան ասացինք, որ ինքը իր խոսքը ասելիք չունի եւ դա խոսում է ոչնչից, մենք բոլորս որակեցինք որպես Թաթոյանին անատամ քաղաքական գործիչ եւ այսօր փորձում է ինչ որ սուր բան ասի եւ որպես մոռանում է, որ նա եղել է մարդու իրավունքների պաշտպան եւ սպառնալիքի եւ բռնության կոչերով փորձում է աչքի ընկնել, որը ինձ համար աբսուրդ է եւ ես ուղղակի նաեւ զարմացած եմ իր այդ համարձակության վրա, ոչինչ չասող քաղաքական գործիչը բանավեճի հայտ է ներկայացնում, մասնակցության հայտ է ներկայացնում, թող այդ բանավեճի մարտահրավերը ստացել է իր ղեկավարը պետք է գնա իր ղեկավարման տարիների մասով մեր բոլոր հարցադրումներին պատասխանի։ Ինչ վերաբերում է նաև բանավեճին, Թաթոյանը թող
մեր կողմից պաշտոն ստացած Դավիթ իր գործընկեր, քաղաքական գործընկեր Դավիթ Անանյանի հետ բանավիճի եւ առաջիկայում կտեսնենք ինչ կստացվի։ Եվ ամեն դեպքում այդ պնդման հետ համաձայնեք, թե չէ Տիկին Մանավազյան, որովհետեւ հաճախ ենք լսում այդ միտքը, որ եթե նախկին նախագահները չլինեին, ձեր ուժը հաջողելու ոչ մի շանս չունի։ Մենք նախկին նախագահների կառավարման տարիների բոլոր ձախողումները մերկացրել ենք եւ ներկայացրել ենք։ Հիմա ժամանակն է, որ նաեւ իրենք ներկայացնեն, թե ինչու են այս կամ այն բանը այս պահի դրությամբ ընդհանրապես այդ կերպ կառավարել, որի պատասխանը իրենք չեն ուզում եւ գան բանավեճի ժամանակ տալ եւ կարծում եմ ես քաղաքացիները իրենց ընտրությունը եւ իրենց վերաբերմունքը ցույց կտան առաջիկայում 26 թվականի ընտրությունների ժամանակ։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ, կհանդիպենք։